ախպերես։ Ապա ձերը դիր վրա անու դուրս չգա։ Սարիկ ավտոն բեր, Սարիկ, շուտ արա։ Շուտ արա Սարիկ։ Ով, ախպերես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես։ Դիմացի հող։ Հեսա լավ տնի ամեն ինչ։ Դիմացի բանը չմարի լեվ։ Նստի դավով։ Էլ Ինչ ես անում? Գել անցի սենյակ շուտ արա Չեմ գալիս ինձ տեղ հարմար է Աղջի դու մանկապարտեզի երեխա չես հել անցի սենյակ ասում հետդ խոսալու բան ունը Մանկապարտեզի երեխա եմ Այսօր ուզում եմ այդ երեխան լինեմ ինչ կա Բա մի օր երբ ես ուզելու նորմալ մարդ լնես Կորոշեմ Իսկ կարող ես անես բան որոշեմ ստեից մի անգամից գլխի վրա տանգվես ներքև Իսկ կարող եմ նենց բան որոշեմ զարթնես տենաս ոչ թե կողքի սենյակում եմ այլ ընդհանրապես տանը չեմ Բա հələ մի հատ որոշի էլի մի հատ ռիսկ արա ու որոշի հələ տենանք Էլ բան չունեմ հետդ խոսալու լուրջ եմ ասում Բազի քնել էի Կայնի լեզուր Չի կարելի ես տանը նորմալ տեղաշարժվել Չէ չի կարելի Անշնորհք ես աղջի հետդ բան եմ խոսում ու ես թողում եթում Լսի մենք չենք կարող նորմալ խոսանք ես գիշերվա կեսին սկանդալի հավես չունեմ Անցի սենյակ ասում եմ Մի գոռա Օրես իշքան ասում հետդ նորմալ խոսամ չի ստացվում Ինչ հա ուզածա տա ինչ ես ուզում հասածել նես ես սրանով Որ հետս նորմալ շփվես ստրուկդ չեմ Ձայնդ կզի անցի սենյակ կեզ ասում եմ Լսի ինչքան գոռաս այդքան քեզից բարձ եմ գոռալու հասկացա՞ր Սուս մն ասում եմ ի Ասում եմ թող ձեռքս Դու լսում ես դրանց ձայները Հիմա որ բարձրանամ վերև սապ կասնեմ երկուսին էլ լավ կանան Ինչից ես նեղվում Քո սարկացնա Բերիքանոյի մտնաս ասելի ինա Որ չասեմ դրանից իրականությունը փոխվելու է Տղա այդ գլխին չգիտեմ ինչ սարքեցիր քո պլանների համար Վերջ ես էր լինելու, հո լավ բան չէր լինելու Սարիկ ասա թող գա Սարիկ շուտ կանչի թող գա Հովա պետք չի Ավելի լավ է ես գնամ Այ մարդ գնացի Արդ դեղ Լիա հիմա լուրջ Լեոից նեղացել ես։ Լուսի խնդրում եմ էլի, արի թեման չքննարկենք։ Ուղղակի զարմանում եմ։ Ախր դու երբեք տենց չես եղել, հիմա ինչ ես անկապ թեմաներ սարքում։ Կյանք ի՞նչն է անկապ թեմա։ Մարդուն զանգում եմ, ասում եմ, ես իմ որոշումը կայացրել եմ, ասում եմ, ես չեմ կարա գամ։
Ո՞չ ես կարող, բաց գնանք քո գործերին։ Իա, չհասկացա։ Այս առանձին Լեոյի ոսկորներն եք լվանում։ Չգիտեք, որ այդ իմ սիրած գործն է։ Էլ մի սկսի։ Դե լավ, իրականում արդեն հոգնածրել է այս թեման։ Հրաշքայգուց միջև հիմա դրա մասին ենք խոսում։ Լիսի հետ չենք խոսում։ Դուք եք թեման բացում։ Ես իմ համար խելոք կոֆե էի դնում։ Ով է բացել այս թեման։ Նարենը էլի։ Խնդրեմ, էլի ինչ-որ մեկի հարսանիքի նկարներն է գտել ու խորացել է։ Չէ, ուղղակի ուզում էի Դավիթին ու Սարիկին զանգեի։ Մի տեսակ նենց անհանգիստ եմ։ Հիմա պետք է հերթով զանգած լինեին։ Լեայի տնեցիք էլ չեն զանգել։ Բայց մերոնք գիտեն, որ ես տեղ եմ։ Դե Դավիթն ու Սարիկն էլ գիտեն, բայց այդ իրանց չի խանգարում 5 րոպեն մեկ, որ զանգեն։ Դու ես թույլ տվել, քո սխալն է։ Այսինքն սխալ է, որ սիրած տղան ու աղբերը ամեն րոպե ուզում են իմանան Նարեն ուրա։ Սա որ թևերը փռած տղաներին չի պաշտպանում, ներվա խախտ եմ լինում։ Լավ, սպասեք գնամ պաղպաղակ բերեմ գամ։ Իսկ թվում է ժամանակին հասցրենք, Վովին բան չլինի։ Վովին ընդհանրապես պետքա բան չլիներ, եթե ամենասկզբից սկսենք։ Դա ու դա արդեն եղել է։ Չենք դնելու սկզբից քննարկելով գանք։ Ունենք ինչ-որ մեկս ուզում էինք, որ sense բան լիներ։ Որ չէիք ուզում, չանեիք, այդ մարդկանց հետ այդ գործը չբռնեիք։ Քանի անգամ ասեցի։ Արա դու լուրջ մտածում ես, որ հիմա իսկական տեղն է այդ ամեն ինչը քննարկելու։ Այ իսկական տեղն է ու ժամանակն է, որովհետև ուրիշ ձև չես հասկանում։ Այս ականջից մտնում մյուսից դուրս է գալիս։ Փակի թեման, հա։ Որ ես հիմա այս թեման փակեմ, վաղը մյուսը Սարիկն է այս նույն վիճակում հայտնվելու, որովհետև դու որոշելու ես, որ էլի ինչ-որ հարցեր ունես պարզելու։ Հա, ունեմ պարզելու։ Արա դե գոնե սուս մնա, արա կարողա դուր եմ ճռռում եմ։ Հայտարարակ ես դու կամաց խոսա։ Այն խեշտողում բերիկ փորձանքի մեջ գցիկ, արա, որ Օլգան հիմա եկավ այն մեկից մա թաթալոշ տվեց, լավ կանի, չէ։ Ավելի ճիշտ կլինի, որ դու սուս մնաս, այդ դեպքում դու լավ կանես։ Արա տղեկ լավ թարգեք, ամոթ է։ Ի՞նչն է ամոթ, Սարիկ։ Ինչը թարգենք։ Այս մարդուն գիտես քանի անգամ են բացատրել, որ այդ թեմաների մեջ չի կարելի մտնել։ Չի հասկանում։ Ոչ մի ձև չի հասկանում։ Ինչ անեմ, գոռամ, վատ խոսքեր ասեմ, որ հասկանա։ Արա դա հերիք եղավ։ Ինչ ես ընկել գծի վրա, չես կարող սուս մնաս։ Արա կտամ կսատկես, արա սուս մնա։ Արա նենց քեզ դրել ես ամենախելացի տաղու տեղը, մենք էլ տենց կյանքից բան չենք հասկանում, հա։ Լեո լավ աղբոր պես։ Դուրս արի պապայի կերպարից։ Մոռացի այդ։ Դու իմ աղբերն ես, քեզ աղբոր նման պահի։ Ու դու ես այդ ինձ ասում, արա։ Հա, ես եմ քեզ այդ ասում։ Ապա ընդհանրապես լավ բան չարեցիր։ Աղբորպես սուս մնալի Սարիկ։ Սուս մնալով բան չի փոխվի։ Դավ ջան, մի ներվի աղբերես։ Դարված է, ինչ ասես կարա խոսա։ Իմ հետ չի կարա տենց խոսա։ Հա, հասկանում եմ, դու ես որ համ իրան, համ մանանին պահել մեծացրել ես, բայց բովայի ես պայտ շատ է իրան վատ զգում, դու էլ որ ասում ես էլ լավ եմ հրվում։ Դա ինչ անեմ, չասեմ, հա, ճակատը պաչեմ, ասեմ ապրես։ Հաստատ դու իզնից ավելի լավ գիտես որն է ճիշտը։ Ուղղակի ուզում եմ, որ դուք հիմա չկռվեք։ Սարո սիրտս ցավում է աղբորս համար, որ ես վիճակում է։ Սիրտս ցավում է, որ Վովան է ես վիճակում։ Ու աղբորս պատճառով։ Մենակ իրա չէ, բոլորիս։ Հանար։ Դավ ինչ կա է, սուր ես կորել, ոչ քո ձայննա դուրս գալիս, ոչ Սարիկի։ Արջան,
խառն ենք էլի, հետո կզանգեմ։ Չէ, մի հատ ասա հասկանամ ինչ ա եղել։ Նար հետո էլի։ Դավ, կասես ինչ ա եղել։ Կարող է Սարիկին մի բան եղել։ Չէ, Սարիկին բան չի եղել, Սարիկը լավ է։ Բա ինչ ա եղել, դա արդեն սիրտս կանգնեց։ Նարե, Վովային բերել ենք հիվանդանոց։ Ինչի համար։ Այ նարե կլինի այդքան հարցեր չտաս։ Դառնա դու էլ ինձ հեռախոս է։ Սպասի տալիս եմ Սարիկին։ Հանար։ Կբացատրեք ինչ ա կատարվում, Սար։ Բացատրելու բան չկա։ Հելենը ստանես։ Հա։ Դե հեսա կգամ քեզ տուն կտանեմ, էլի կգամ հիվանդանոց։ Սար, ինչերի մեջ եք ընկել, կարամ իմանամ։ Հա դե ոչ մի բանի նարե։ Սարիկ, պապային եմ զանգելու, լուրջ եմ ասում։ Ինչի համար։ Որովհետև մի բան գաղտնի եք պահում։ Հիմա անպայման է ամեն ինչ իմանաս։ Հա, Սար, որովհետև ձեր հետ է կապված։ Եթե չասես, զանգելու եմ պապային։ Դե Սար, խոսա։ խոսքով Վովային են դանակով խփել։ Ով։ Էական չի։ Ուզում էիր իմանալ ինչ ա եղել, ասեցի։ Սար, հիվանդանոցում եք։ Հա։ Որ հիվանդանոցում եք, ասա, ես ու Լեան գալիս ենք։ Նարե կարաս հանգիստ նստես տեղդ։ Չէ, ասա, ես ու Լեան գալիս ենք։ Նարե։ Վայ, ինչ որ հիվանդանոցն է։ Լսի այնքան դանդաղ է աշխատում, ամբողջ օրը սկորում է իր մոտ, բայց այնքո արփին շատ լավ է սարքում։ Կյանք դե գրանցեմ գնա մոտը։ Հեռույա է։ Հերոյա, բայց մարդը որակով գործ է անում։ Ումա պետք որ գնում հասնում սարքում ես, հետո մի շաբաթ լացում։ Ես ես որ ասում եմ սրանց ձենձունը դուրս չի գալիս, ուրեմն մի բան եղել է, չեք հավատում։ Ինչ ա եղել, Նար։ Իրանց ընկեր Վովային են դանակով խփել։ Նարե հո իրանց բան չի եղել։ Լսի, չգիտեմ, բան չասեցին հիվանդանոցում են։ Արի գնանք։ Երեխեք չեմ հասկանում, հենց մութը ընկնում է, ակտիվանում եք։ Գնում եք ինչ անեք։ Ոայ Հելեն գնանք իմանանք ինչ ա եղել։ Նա խորոք զգուշացնում եմ, որ գնաք ձեր հետ կռվելու են։ Թող կռվեն այ քեզ բան։ Լեա գնացինք էլի։ Տիկին Օլգա։ Ով է։ Լեոնա, բարև ձեզ։ Բարև Լեո ջան, իսկ Վովան ուր է։ Ոնց ասեմ։ Ինչ ա եղել։ Չասելն էլ սխալ կլինի, տիկին Օլգա։ Ասա Լեո ջան, ինչ ա եղել։ Հիվանդանոցում ենք։ Վովային ինչ ա եղել։ Ուղղակի իրան մի քիչ լավ չէր զգում։ Ճիշտն ասա, ինչ ա եղել։ Ճիշտն եմ ասում։ Ճիշտ չես ասում։ Ինչքան էլ իրան վատը զգար, մեկայինց կզանգեր, համ էլ հեռախոսը քեզ մոտ չէր լինի։ Եկեք ես ձեզ հասցեն ուղարկեմ, դուք եկեք հիվանդանոց, լավ։ Ասա, Վովային ինչ ա եղել, Լեո։ Դանակահարել են։ Այսինքն։ Տիկին Օլգա, խնդրում եմ, էլի եկեք։ Ոնց է հիմա Վովայի վիճակը։ Բժիշկների վերահսկողության տակ է, հանգիստ եղեք։ Հաստատ։ Հա, հաստատ։ Դուք հանգիստ եղեք։ Մենք ժամանակին հասցրել ենք հիվանդանոց։ Հիմա լավ է, բայց լավ կլինի, որ դուք գաք։ Եթե կուզեք ձեր համար տաքսի կանչեմ կամ հասցեն ուղարկեմ։ Հենց հիմա հասցեն ուղարկի գալիս եմ։ Լավ, հիմա։
Գնամ տնամ ինչ վիճակա։ Հա, պապի։ Այսօր գնացիք այդ տղա։ Պապի դե դուրս ենք, քայլում ենք մի քիչ։ Ցուրտ չի տղա ջան, կմրսեք։ Պապի դե երեխա չենք, վայ։ Երեխա եք, բա ինչ եք։ Շուտ տուն եկեք, որ ես էլ հանգիստ պարկեմ քնեմ, վայ։ Համ իմ մոտ բանալի կա, համ էլ Լեոյի։ Դու հանգիստ պարկի, պապ ջան։ Չէ, դուք որ հանգիստ եղաք, որ ես քնած եմ, մինչև լույս չեք գա։ Ձեզ լավ գիտեմ։ Վեր կացեք եկեք։ Պապի ցավը տանեմ։ Խնդրում եմ, պարկի քնի։ Չէ տղա ջան, ասում եմ շուտ տուն եկեք, վերջ։ Ես էլ մի քանի բան կկարելու։ Կկարեմ մինչև գաք։ Ոնց ասես։ Ու ինչքան այս վիճակը շարունակվելու։ Ինչ վիճակ։ Վատ։ Դե ոնց սկսելա, տենց էլ շարունակվում է, ինչից ես դժգոհ։ Այսինքն քո սաղ արտահայտությունները ներառյալ, պապ ջան։ Օրինակ գնա աննպատակ այդ աղջկան բեր դու թո այս տունը մնա կամ ընդհանրապես ինչ չի հետաքրքրում քո ամուսնանալու ու նման մի շարք արտահայտություններ, որ տաղուտ ընտանիք կազմելու վրա թքածում ես։ Պաստորեն բոլորը մեղավոր են բացի ձեզնից։ Ես մեղավոր եմ այնքանով, որ թույլ եմ տվել այսքան ժամանակ թքած ունենակին վրան, որ չեմ գնացել լրիվ առանձին ապրեմ։ Այդքանով մեղավոր եմ։ Դե եթե մտածում ես կարս կեսի տենց խելքի բերես ու մարդ դարձնես, կարս գնաս։ Ես իրան մարդ կսարքեմ, եթե հաստատ մնում է դուք ինձ որպես մարդ վերաբերվեք մի անգամ։ Դրան մարդ սարքել այդքան էլ հեշտ բան չի։ Հələ երեխա ես շատ բան չես հասկանում։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե քեզ մարդ հավարի պիտի վերաբերվենք, ասեմ, որ հələ մի բան էլ շատ ենք արել։ Այդ վերջի արածներից հետո պետք է քեզ ընդհանրապես տուն չթողենք, որ իմանայիր որը որից հետո է։ Հա, մեկ էլ այդ մի բուր Սարգսյանիդ կողքը քնելուց զգուշ եղի մի քիչ։ Խոնավություն ես քաշում։ Քիչ-քիչ ապերախտ ես դառնում։ Ով էր հոտելուց խոսում։ Արա հավեսը չունեմ ձենդ կտրի։ Դա որ լավ հասկացանք, երեխա չես։ Լեո լավ սուս մնա, հա։ Հավեսը չունեմ։ Փաստորեն շատ լուրջ բան է եղել, որ սենց կռված եք։ Մենք կռված չենք։ Ընդհանրապես ձեզով ա կանչել ստեղ։ Ինչի եք եկել։ Կլինի չփոխես թեման։ Ինչի եք կռված։ Ասում եմ մենք կռված չենք, Նարեկ ջան։ Հա, բա դու ասեցիր, մենք էլ հավատացինք։ Լեո, ինչ է եղել։ Ոչ մի բան։ Դով կասես ինչ է եղել։ Ինչի եք եկել։ Ով ա ձեզ ասե, որ գաք։ Բա ինչ անեինք։ Կիսատ պրատ պատմում եք, մարդ չի հասկանում ինչ է եղել։ Մինչև եկանք ստեղ հասանք, կես մարդ դարձանք։ Լեո։ Կյանք լավ էլի հարցեր մի տուր։
ա եղել։ Ով է դանակով խփել։ Այս աչքի Սարիկն ահա ձեզ ամեն ինչ պատմել, լավ ինֆորմացրել է։ Բայց ինչ կապ ունի, ով ինչ է ասել։ Մեծ կապ ունի։ Ովին տանապալա։ Ոնց է վիճակը։ Ասում է լավ է։ Ես գնացի մոտը։ Գոնե դուք ասես ինչ պատմությունների մեջ եք թաթախված։ Հատը կռվ են կարեն արել, մի խորացի։ Դե հա ինչ կա խորանալու, որ այսօր Վովային են դանակով խփում, հաջորդ օրը Լեոյին, հետո Դավիթին, բան էլ չի եղել։ Մի բարթացեք էլի, բանա եղել է։ Մենք չենք բարթացնում, բայց այն որ 4-դ ինչ որ պատմությունների մեջ եք, այդ փաստ է։ Ինչ եք երկու ուզում իզնից։ Ոչ մի արտարոց բան։ Սար, ընդհանրապես ուզում ենք իրավիճակը հասկանանք, որ կարողանանք ինչ-որ բանով օգնել։ Խոսա էլ իմանանք ինչ ա եղել։ Ես գնում եմ կոֆե բերեմ, խմում եք, չէ։ Սարիկ ձեռ ես առնու։ Դու քաղցր էիր խմում։ Դու Լեա։ Սարիկ։ Լավ, Լեան էլ է քաղցր խմում ուրեմն։ Հələ սրան է։ Սարիկ տղա, ես պապային եմ ասելու, դու հələ սպասի։ Անիմաստ է։ Ինչքան ես քեզնից ինֆորմացիա գտամ, այնքան Սարիկը Լեոից։ Ինչքան էլ ասեմ մի խորացեք, բայց մարդուն դանակով խփել են, չէ՞ Լեա, սպանության փորձ է։ Նար հասկանում եմ, բայց ոչ մի բան չենք կարող անենք։ Հələ սպասի թող Դավիթը գա։ Անիմաստ է։ 1-2 րոպե ստեղ նստելու եմ, քան տուն ճանապարհին։ Այդ մենակ իրանց թվում է։ Հեսա գա կտեսնես։ Ոնց հաջողացրեց այդ անասունը։ Դե պահը բռնեց, տեսավ որ ծեծ են ուտում, ասեց վերջում մի վնաս տա էլի։ Ոչինչ ախպերս, հանկարծ չմտածես, դրանց քթերից եմ բերելու, սաղին չոքացնելու եմ։ Իսկ կարող է դու սկսես մտածել, որ այսպես բաների մեջ չընկնենք։ Չէ, չի կարող։ Խնդրում եմ քեզ, բոլոր կարողություններդ ու ուժերը դիր նրա վրա, որ այսպես բաներ չլինեն։ Հա, եղավ քո ասածն է։ Ավելի տվեք։ Հիմա բանը եղել է։ Կռիվը ամեն ինչ էլ կարա լինի։ Մի մտածեք։ Ոնց չմտածենք ախպերս։ Չմտածեցինք են այսպես բան եղավ։ Չնայած չէ։ Մարդկա մտածել է։ Ուղղակի այս մարդու ուղիղ տեղը թեփ է։ Դրա համար էլ այսօրին ենք։ Արա դու կոնկրետ ուզում ես նենց անես, որ ես ու դու իրար ստեղ կիսենք։ Կպի գործերիդ, հա։ Դե ուրեմն մի բզբզա։ Տղեկ աղբորպես մի կռվեք էլի։ Չէ, Վովջան ոնց կլինի։ Մարդը վիզա դրել, չի հանգստանալու։ Դե կարևորը դու ես հանգիստ։ Բոլորը հեչ, կարևորը դու հանգիստ լինես։ Ասա Լեոջան, ինչի ես ստեղ կանգնած, ինչի ես ներվային անում։ Ես էլ եմ այդ ասում, ի՞նչ ես ստեղ կանգնել, չես ստեղ մնացել, գնա կպի գործերիդ։ Մեկը դու իմ ասածները չես լսում, չես ընդունում։ Ով եմ ես, որ քեզ տես բան ասեմ, ո հերեդ չեմ։ Դե լավ դավ, չարժեր հետը տենց խոսել։ Ինքը չէր ուզի, որ սենց բան լիներ։ Չէր ուզում թող տեղը սաթրվեր։ Դե ոնց քեզ մենակ թողեինք։ Ախպերս ուղակի պետք էր ի սկզբանե այս ամեն ինչի մեջ չմտնել, այս բոյերի մեջ չմտնել։ Լավ է, չեմ ուզում խոսեմ, գլուխս ցավում է։ Կարող է մի հատ դու էլ ստուգվես։ Վերջերս ես վիրահատվել, մի վնաս տված չլինեն։ Չէ, նորմալ է։ Երևի ճնշում ես։ Կանի ապարատը մոտս է կարող է չափես։ Լավ է, որ ես պային դու հումոր ես անում։ Վով, ախպերս, կներես, որ մենք քեզ այս պատմության մեջ գցեցինք։ Դավ ջան, կներեսի բան չկա։ Մի ասա, որ ես էլ ինձ ված չզգամ։ Դե ոնց չասեմ։ Էլի եմ ասում։ Կռիվը ամեն ինչ էլ կարա լինի։ Դե Դե մեջ չկա։
Փակի ես թեման։ Տղեն նեղված է, դու էլ ավելի ես ճնշում։ Մի խոս այդքան վրան։ Լավ, ոնց ասես ախպերս։ Հիմա ասենց անընդհատ խառը գնալու եք գաք չհասկանանք ինչ է կատարվում։ Բոլորը քիչ են հիմա էլ դու Լեա։ Կանքս խնդրում եմ, այն ոչ մի հարց մի դուր։ Լեո, իսկ հնարավոր չի իրավիճակը երկու բառով ասել, հասկանանք ինչ է կատարվում։ Չէ, հնարավոր չի, որովհետև չեմ ուզում խոսամ, ընդհանրապես ոչ մի բանի մասին չեմ ուզում խոսամ։ Որտեղ է հիմա Վովանին չեն ասում։ Պալատում ամեն ինչ կարգին է։ Բիրատել են մի անհանգստացեք։ Իսկ արդեն գիտակցության եկած է։ Հա, իրան լավ է զգում։ Որ պալատում է։ Երկրորդ։ Ազեր կոֆեն։ Կոֆե կխմես դու։ Ես քո հավեսն եմ ուզում, լուրջ եմ ասում։ Արա ինչ եմ արել որ տենց ես ասում։ Սարիկ, բա տենց լավ չի, ինչ կոֆե։ Մի հատ էլ ստե սեղան փռի նստենք հավեսով։ Անորմալ է էսի։ Բա այնտեղ մի դիր ուղղակի լարված է։ Բալես ոնց ես։ Լավ եմ մամ ջան, մի անհանգստացի։ Ինչ ա եղել։ Ամեն ինչ նորմալ է մամ, ես ինձ լավ եմ զգում։ Հա բայց ինչ ա եղել, ովքեր են արել։ Հիմա դրա մասին խոսալու ժամանակը չի։ Հանգիստ եղի մամ ջան։ Իսկ դու Դավիթ կխոսես թե պիտի խնդրեմ որ խոսես։ Մամ վերջի է։ Չէ, ես զարմանում եմ։ Դուք հասկանում եք թե ինչ ա կատարվում։ Էս ինչի մեջ եք թաթախվել, որ Վովային դանակով խփել են։ Մամ։ Ինչ։ Ինչ է այստեղ կանգնել ու ոչ մի բան չի խոսում։ Ասա Դավիթ, ինչ ա կատարվում։ Դավ ջան, քեզ որ խնդրեմ ինձ ու մամային մենակ կթողում ես։ Կներեք։ Հա, հետո ուրիշ անելու բան ունեիր։ Իսկ դուք ուրիշ անելու բան ունեիք։ Կասես թե ինչ ա կատարվում։ Մինչև չհանգստանաս ոչ մի բանի մասին էլ չենք խոսելու։ Հասկացանք վախեցել ես, բայց կարելի էր Դավիթի հետ այդպես խոսել։ Պատկերացնում եմ Լեոին միջանցքում ինչ օրն ես գցել։ Ոչ մի բան չեմ ասել, բայց երևի պիտի ասեի։ Բան եմ ասում, նորից շարունակում ես։ Մինչև չհանգստանաս չենք խոսալու։ Ոչ մի հարց չտաս։ Ոչ մի հարց չեմ տալիս։ Ուղղակի ուզում եմ մնամ մոտդ։ Կլի։ Ախր ես քեզ շատ լավ եմ ճանաչում, Լեո։ Դուք կռիվ եք արել։ Այդ կռիվը եղել է քո հետ կապված։ Հետո Վովային քեն խառնվել ու սենց հավարտվել։ Դրա համար ես չէ քեզ այսքան վացքում ու դրա համար ես Դավիթի հետ կռվել։ Ճիշտ եմ, չէ՞ հասկացել։ Լեո, բոլորը գիտեն ինչքան նվիրված ես ամենաառաջինը Դավիթին, հետո քո ընկերներին։ Բայց ես վստահ եմ, որ ոչ Սարիկը, ոչ էլ Վովան քեզ չեն մեղադրում։ Իսկ Դավիթը մեր երկրորդ Դավիթ պապն է, էլի։ Ինքը փնթփնթակ անցնի։ Բայց ինքը քեզ պաշտում է։ Ես էլ իրան։ Լավ, արի էլ այս թեմայի վրա չկենտրոնանանք, բայց խոստացի, որ հետո անպայման պատմելու ես ինչ ա եղել։ Բայց ոնց կտար։ Գիտես քանի ժամ ենք մանեկել ես ունալու։
Այս Դավոն ինչի սենց երկար մնաց։ Դե երևի խոսում են։ Հենց նորմալ է ամեն ինչ։ Հա, նորմալ է։ Սար, Արային վերցրու գնացեք տուն։ Հեսա մենք էլ ենք դուրս գալիս։ Դե բոլորով դուրս կգանք։ Չէ, Լինար, պետքա որ հիմա գնանք։ Մի քիչ իրավիճակը լարված է։ Չեմ ուզում որ այստեղ հավաքված մնանք բոլորս։ Դե ու չեն գնալու տուն։ Պիտի սպասենք, չէ՞ իմանանք ոնց է վիճակը։ Դե հա, հասկանում եմ, ուղղակի Վովի մաման ներս է մի քիչ վատ խոսացի մեծ, դե հասկանում ես, նեղված է։ Վովն է դրանից նեղվեց։ Հիմա չեմ ուզում որ դուրս գա ու խոսակցությունը այստեղ շարունակվի։ Հասկացա ախպերս։ Դա մենք հիմա գնում ենք տուն, ազդետս կապի կլինես։ Դու հենց հասնես տուն ինձ անպայման կզանգես, հա սպասելու եմ։ Կգրեմ։ Չէ, կզանգես։ Լավ նոր է։ Դե կսպասեմ։ Դե մենք գնացինք։ Անցավ իստեյად։ Որ մի քիչ խոսաս հաստատ հետ կգա։ Ոյ գրինի էլ հետ չգա, Ալիսար։ Մի վարքյան։ Լեա, դու Սարիկյանց հետ գնա, էլի կտանես չէ ինգերս։ Հա, ոչ։ Չէ, ես մնում եմ։ Կլինի որ բան եմ ասում, չհակաճառես ինձ։ Լեա ջան, խնդիր չկա, դե պետքա տանեմ։ Չէ, ապրաշատ Սարջան։ Ես որ գնացի Լեոն էլի գժվելու է։ Լիսի, եթե Դավիթի կյանքն ես ուտելու, ես էլ մնամ։ Այն որ տանցի առաջ։ Լավ, մենք գնում ենք, բայց ձեզ խելոք կպահեք ու դուք հիշեք, որ շատ քյութ քափլ եք։ Լեո։ Ջան։ Անցի գնում ենք Դավիթի մոտ մենակ չմնամ։ Լավ էլի։ Լեո։ Իսկ երկար եք կրված մնալու։ Մենք կրված չենք։ Հա, բա։ Աչքիս ես զանգեմ պապին, հա։ Կլինի խելոք մնաս։ Չէ, բայց երևի զանգեմ։ Ոյ on ջոտված։ Նարենն է, թող է գնացել է պայուսակը։ Ես գիտեի այդ քոնն է։ Լավ էլի դա։ Հա դե ինչ, որը մի հատ պայուսակ եք բռնում շատ իմանամ, որը որինը տա։ Հանար։ Հա, ստեղ ես թողել։ Ես հեսա կիչացնեմ։ Դուր ես կտանեմ։ Լեո, հիվանդանոցի մուտքի մոտ է գալիս, ես կիչացնեմ։ Լեա, ամեն անգամ որ բան եմ ասում, պետքա հակաճառես։ Չէ, չեմ հակաճառում, բայց ես կարծում եմ դուք իրար հետ խոսելու բան ունեք։ Դուր։ Լեո, ասում եմ, ես կիչացնեմ, 2 քայլ է եղածը։ Ու 2 րոպե ժամանակ ունեք բարիշելու։ Թե չէ զանգում եմ պապին։ Նար, որ եք։ Լավ, հես առաջանա։ Հա։ Օպրես։ Իմանայի դու ես գալու, ես կգայի, Լեա։ Սարջան իրականում Լեոն էր ուզում իջացներ, բայց դա թողել եմ մենակ, որ հաշտվեն, ես բերեցի։ Դե լավ մնա, գնացինք։ Զգույշ կլինեք։
Հա, Հելեն։ Ես որ չզանգեմ, չեք զանգի, չէ։ Լսի, ուղղակի Նարենք նոր գնացին։ Ես հələ Լեոյից մոտ եմ հիվանդանոցում։ Հեսա դուրս գանք զանգեմ, հա։ Ստեղ ես չէ գալու։ Հա, բա ուր։ Դե լավ, չեմ քնում, սպասում եմ։ Լավ։